Ալիքյան 22 թվականի դեպքերին ասացիք, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, ամենայնտեղս իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ Հետո 23 թվականին արդեն Պրահայից հետո ասացիք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկլավները ներառյալ, եւ այդ ժամանակ դեռ երկու այսպես սցենար առաջարկեցիք, կամ փոխանակում, կամ փաստացի վերահսկողության պահպանություն։ Հիմա դուք հրավիրում եք արել, որպես վերադարձնենք Աստվածաշենը եւ օկուպացված մյուս տարածքները։ Ինձ հետաքրքիր է բանակցային գործընթացում այս մասով արդյոք կա նորություն եւ արդյոք սցենարներից մեկի մասով կա համաձայնություն, որ դուք այդպիսի գրառում եք արել։ Ես այդպիսի գրառում արել եմ, որովհետև չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետև չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտ։ Ինչ վերաբերում է սցենարների սահմանազատման գործընթացի ճանապարհով, մենք ասել ենք նաեւ, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի ինչ պետք է տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Եվ ես ուզում եմ ասել, որովհետև դա էլ է շատ քննարկում, ես հիմա դա հասկանում եմ, որ օրինակ քննարկում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն։ Որևէ մեկը չի կարող այդ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հարաքվերի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը, ընդ որում դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթում է, դա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը եւ այդ շրջանակում աշխատանքներ պետք է տեղի ունենան եւ իմիջայլոց ասեմ մնացած ամեն ինչն է հնարավոր կոմբինացիաները լայն շրջանակով իհարկե նկարագրված են եւ իմ ասածի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել։ Իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իմ ասածներին։ Ուղղակի երբ խոսում եք Արցախի վերադարձնելու մասին, ուղղավորություն է, որ սցենարների մասով կողմը համաձայնություն։ Ոչ, չկա սցենարների մասով։ Ես թեման շարունակեմ, ներողություն։ Այդ թեմայի շարունակում ոնց պայմանավորվել է։ Չնայած Հայաստանում մեծ խնդիրներ են առաջանալու եւ արդեն հարցը խնդրեմ նաեւ անընդհատ բանկային ադրբեջանի արտադրության մեր ծավալի հարցազրույցներ եւ հիմնական դասը դա է, որ սկզբում բանակցությունները եղել են կոնստրուկտիվ, իսկ հետո ինչ-որ դեպքում դուք կտրուկ տեսակետ եք ուղղել, այլ դիրքորոշումներ եք հայտնել, ինչն են հանգեցրել այն իրավիճակին, որը այսօր է ստավալ իրավիճակին, որը
ունեն խոսքը պատճառներ, կորստների մասն սա վերաբերյալ խոսել ու երբ որ հետազոտում օրինակ նա նաև մեծ բերեք ձեր նույն կերպը, հա, Ստեփանակերտում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Դա եւ Գիտեք, ես այդ երևույթին անդրադարձել եմ ընդդեմ շատ մանրամասն քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովին, այսինքն այդ անդրադարձը հրապարակային ընդդիմի եթերում տեղի ունեցել, նշանակում է ինքը ժամանակի այս ձեր նշած շրջանում գոյություն ունի։ Ինչ վերաբերում է առավել եւս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել մեկը սենց ասեց ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետք է դրանից իմիջիալով լավ գաղափար տվեցիք, հետաքրքիր է այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրված է, թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնեմ ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգեմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է մի տեղ, որ ինչ որոշում եք կոնկրետ փոխել, ինչի մասին են խոսում, առաջացնում են ներկայացնում։ Ես ասեմ, իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից, դուք իմ դիրքորոշումներն են գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումները։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համեմատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում ուրեմն սխալ է։